Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում այսօր բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Բրոնզաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է։ Ռոբերտը քանդակված է նռնակը ձեռքին, իսկ պատվանդանին նրա հայտնի խոսքերն են։ Հայրենիքին ամենաթանկը որդուն նվիրած Ռոբերտի հայրը Ալեքսանդր Աբաջյանը մաղթեց, որ հայոց բանակը միշտ հզոր լինի, իսկ տղաներն էլ խաղաղ երկնքի տակ ծառայեն։ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 2-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացրել, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, ապա բաց է թողել, իր հետ պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016-ի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նրան հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը, պարգևատրվել ոսկե արծիվ շքանշանով։